Ողջույն։ Կհամաձայնեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 թշնամին, հակառակորդը, քննադատը Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է։ Հավատացնում եմ, ոչ ոք այդքան չի ջախջախել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քան Ազգային ժողովի պատգամավոր Փաշինյանը։ Երբ ասուլիս է տալիս, ելույթ է ունենում, բան է գրում, մենք միանգամից հանում ենք այդ ասացին հակառակ խոսքերը, որ տարբեր ժամանակներում ասել է պատգամավոր Փաշինյանը։ Ինքը ամեն ինչի մասն է ասել ու ասել այսօրվա արվողին հակառակ բաներ։ Նրանից հիասթափությունը հենց առաջին հերթին դրանում է, որովհետև ինչ անում է, հակառակն է խոստացել։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեծամասամբ անհանդուրժողականությունը, այո, ատելությունը մեծացավ Ղարաբաղը հանձնելու պատճառով, բայց դա էլ հենց պատգամավոր Փաշինյանի ասածների հակառակն էր։ Եթե նա ասած լիներ, որ պետք է Արցախը հանձնենք, գար հանձներ, հանրությունը շոկի մեջ չէր ընկնի, որտև կիմանար, մարդու հետևից են գնացել, որը կողմ է Արցախը հանձնելուն, բայց պատգամավոր Փաշինյանն ասում էր. «Ինչ փող զիջում, եթե Ադրբեջանը չի ասել ինչ է փող զիջում, դուք իրավունք չունեք փող զիջելու»։ Արցախի ինքնորոշումը, ասում էր, այլընտրանք չունի։ Օրերս ձեռքից տակ ընկավ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արխիվային ելույթ, որը ուղղակի ռեկորդ է սահմանել վարչապետ Փաշինյանին հակառակվելու տեսանկյունից։ 9 րոպեանոց ելույթում մոտ 10 բան է քննադատել Սերժ Սարգսյանի կառավարության արածներից, որոնցից 5-ը նույնությամբ արել է, մյուս կեսը ավելի վատ է արել։ Այսօր, ապրիլի 25-ին, կառավարության շենքի դիմաց հերթական ակցիան էին անում շրջանառության հարկի թանկացումից դժգոհողները։ Ասում են, որ թալանվում են այդպես, չեն կարող աշխատել, սննկանում են։ Ասում են, մենք Նիկոլ Փաշինյանին ենք ընտրել խոստումներին հավատալով, իսկ որ խոսքերին են հավատացել։ 2016 թվականի հունիսի 14-ին Ազգային ժողովը քննարկում է շրջանառության հարկի շեմի բարձրացումը։ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձայն է վերցնում ու խիստ քննադատում է, ասում է հարկատուներին մեր պետությունը բռնել քամում է, տանում է գործազրկության, տանում է սննկացման, տանում է արտագաղթի։ Ասում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարծում է, որ մինչև 58 միլիոն շրջանառություն ունեցող ընկերությունները բացի եկամտահարկից ուրիշ ոչ մի հարկ չպետք է վճարեն եւ այլն, լիքը բաներ է ասում։ Հիմա վարչապետ Փաշինյանը լրիվ ուրիշ բան է անում։ Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն ասում են, մի մասը փակել է արդեն բիզնեսը ու արտագաղթել։ Այդ փոքր բիզնեսմենները 2018-ին մերժել են Սերժին հարկային քաղաքականության պատճառով եւ աջակցել են Փաշինյանին խոստումների համար։ Մյուս զավեշտը 2016 թվականի նույն ելույթում Ազգային ժողովի պատգամավոր Փաշինյանն ասում է. «Հիմա եթե մարդուն տուգանել են անկապ տեղը, կարող է բողոքարկել վարչական ակտը եւ օրենսդրությամբ կարող է կասեցվել մինչեւ վճռի կայացումը»։ Ասում է, ՀՀԿ-ն օրենքում դրույթ է մտցրել, որ բողոքարկումը չի կասեցնում վճարումը, այսինքն վերջ, մարդուն տուգանեցին անարդար կերպով, վերջանում է իր համար պատմությունը։ Նիկոլի ասած այդ նախագիծը չընդունվեց, բայց գիտեք ինչ նախագիծ են հենց հիմա դրել շրջանառության մեջ։ Նույն բանը, եթե տուգանել են, կապ չունի, բողոքարկել ես թե չէ, պետք է վճարես, մինչև դատարանը կորոշի։ Պեկը, որ տուգանում է տնտեսվարողներին, մոտ 80%-ը դատարաններով վերականգնում են, այսինքն բոլորովին անհիմն տուգանքներ են։ Հիմա Նիկոլը պարտադրում է, որ այդ անհիմն տուգանքները վճարեք։ Այսինքն, ինչից բողոքել է, հենց հիմա դա դարձնում է իրականություն։ Բոլոր այն նախագծերը, որոնց ինքը դեմ էր, որոնք հանրությանը դժգոհության արդյունքում իրականություն չդարձան, հիմա են դառնում իրականություն։ Հիշում ենք Փաշինյանի գործելավոճը։ Իր թերթում ինչ-որ բան էր գրում, օդում կախված լուրերի համաձայն։ Հետո հաջորդ օրը Ազգային ժողովի ամբիոնից ասում էր մամուլը սենց բան ա գրել։ Ուրեմն մի բան կատակը։ 2016 թվականի հենց նույն ելույթում ասում է. մամուլը գրեց եւ կուլիսային տեղեկատվությամբ էլ հաստատվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները պարտադրում են հարկային օրենսգիրք, որովհետեւ 20 թվականին Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումը լինելու է $1 միլիարդ։
Ասում էր Սերժ Սարգսյանը պարտքեր է վերցնում եւ միջազգային կազմակերպությունները պարտադրում են հարկերը բարձրացնել, որ վստահ լինեն Հայաստանը այնքան հարկ է հավաքում, որ պարտքերը կկարողանա սպասարկել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կրկնապատկել է Սերժ Սարգսյանի վերցրած պարտքը։ Նիկոլ Փաշինյանը բազմապատկել է հարկային քաղաքականությունը եւ ստացվում է ըստ Նիկոլ Փաշինյանի, քանի որ ինքը Հայաստանի պարտքը ավելի քան կրկնապատկել է 6 միլիարդից դարձնելով 13 միլիարդ։ Նրան միջազգային կազմակերպությունները պարտադրել են հարկերը շատացնել, որպեսզի վստահ լինեն, որ կկարողանա պարտքը փակել։ Ու ինչ հարկ ու տուրք է ավելացրել։ Շրջանառության հարկը ասացի։ Տաքսիստներին հարկեր են դրել ամեն ուղևորի համար։ Ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը թանկացրել է։ Իդեպ, նույն այդ ելույթում ասում է. Ինչ եք ալկոհոլային խմիչքի ակցիզային հարկը թանկացրել, բա մարդուտուն հյուր գա, արաղ չկարողանա դնել դեմը, ամբողջ պետությունը ընկել է մի շիշ արաղի հետևից, ինքը թանկացրել է, այսինքն ընկել է մի շիշ արաղի հետևից։ Անշարժ գույքի հարկը աստղաբաշխական է թանկացել, դատարան դիմելու տուրքերը թանկացել են, ավտոներկրողների հարկերը շատացրել է, բազմաթիվ ոլորտներում գործողների շրջանառության հարկի դաշտից տեղափոխել է հարկման ընդհանուր համակարգ, բարձրացրել է բեռը, ասում է ԱԱՀ դաշտ եք մտնում։ Միկրոբիզնեսի ոլորտում գործատուները այսուհետ 20% եկամտային հարկ կվճարեն յուրաքանչյուր աշխատակցի համար, առաջ 5000 դրամ էր։ Տրանսպորտը թանկացրել են, կարմիր գծերը թանկացրել են, աճել են արտաքին գովազդի տուրքերը, շինթույլտվության տուրքերը, բնակարանի վարձակալության համար հարկեր են գանձում, 0% գյուղվարկերը չեղարկվել են, սա քիչ էր, մտցրել են համընդհանուր հայտարարագրման համակարգ, որ բոլորի ֆինանսները վերահսկեն եւ մի հատ էլ լրացուցիչ հարկեն։ Նիկոլը, որ նոր էր եկել իշխանության, ոստիկանությունը նախագիծ էր բերել, որ ոստիկանները ունենան տեսախցիկներ իրենց ավտոմեքենաների վրա ու թաքուն նկարեն խախտումները տուգանեն։ Նիկոլն ասաց, «Ես ինչ եք ասում, հետ տարեք այս նախագիծը, ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ»։ Ընդամենը մի քանի օր առաջ ներքին գործերի նախարարը հայտարարեց. Պարեկների, մեքենաների, տանիքներին կտեղադրվեն 360 աստիճան նկարող սարքեր, որոնք կողքից, հետևից, առջևից, վերևից, ներքևից կստուգեն ու կտուգանեն վարորդներին։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ հիմա, երբ պարտքի սպասարկումը հասել է պիկին, երբ 13 միլիարդ դոլար պարտք ունենք, իրեն ստիպել են միջազգային կառույցները, որ հարկերը շատացնի։ Ամեն անգամ հենց հարկերը բարձրացնում էին, Նիկոլ Փաշինյանը հերթագրվում էր ելույթի համար, հելնում ու ասում էր. «Թալանում են ժողովրդին»։ Հիմա էլ դիրքն ու շարժուձևերը ծամացրելով ասում է. «Ընդդիմությունը դժգոհում է, որ բյուջե ենք լցնում, լցրել ենք ու լցնելու ենք։ Լցնում են բյուջե, որ թանկ ու ճոխ շրջագայությունների գնան, տներ առնեն, դաչաներ առնեն, պարգևավճար ստանան։ Նիկոլը պարտքերը վերցրել է, որ ոստիկանների, դատախազների, դատավորների աշխատավարձի բարձրացումներ անի, որ իր իշխանությունը ավելի ամուր պահե։ Պարտքերը հետևաբար վերցնում է, որ պետական պարտքի հաշվին քաղաքական կաշառք տա, որ իր ձախողումների հանդեպ մնան լոյալ, կատարեն իր տված հրահանգները։ Այս երևույթը ուրիշ կերպ, քան քաղաքական կոռուպցիա, անվանելը անհնար է։ 2016 թվականի հունիսի 14-ի նույն ելույթում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Այսքան պարտքը, որ կուտակել են այս ժողովրդի վզին, հələ պետք է այդ պարտքի գոյացման օրինականությունը ստուգվի, աուդիտի պետք է ենթարկվի այդ պարտքը։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունները ասում էր, պետք է գան Հայաստանի օրինական իշխանության հետ նստեն բանակցային սեղանի շուրջ։ Ասում էր, իրենք չգիտեին, որ պարտքի կեսը թալանվելու է։ Հիմա պարտքը ավելի քան կրկնապատկվել է ու հիմա եւս չգիտենք այդ փողը ուր է գնում։ Աուդիտ չի արվել։ Ուրեմն, ինչպես որ Նիկոլն էր ասում, Հայաստանին վարկ տվողները կոռուպցիայի մեջ են իր հետ։ Ժողովուրդ ջան, երբ կառավարությունը շատ պարտքեր է կուտակում իրար վրա ու չի երևում ինչ են անում դրանով, ժողովրդի մոտ ոչինչ չի բարեփոխվում, բյուջեի դեֆիցիտը ամեն տարի աճում է, դա անարդյունավետության վկայություն է։ Կոռուպցիայի ու թալանի մեծ ռիսկի մասին է։
Նիկոլը սիրում է համեմատել բյուջեն ձեր ընտանեկան գրպանի հետ։ Հիմա ձեր վրա վերցրեք։ Ծախսերդ շատ է, ունես պարտքեր, գումարդ չի հերիքում, վերցնում ես վարկ։ Վարկը վերցնում ես ու ոչ թե բիզնես ես դնում, զարգացնում, հարստանում ես, այլ վերցնում ես, որ խանութի պարտքերը փակես, վերցնում ես, որ հաց առնես, վերցնում ես, որ շոր ու կոշիկ առնես քեզ, այսինքն քո ընտանեկան դեֆիցիտը փակելու համար վերցնում ես վարկ, որը չես կարողանում փակել, մարել, որովհետև այդ վերցրած փողը եկամուտ ստեղծելու համար չէ, բացի վարկդ ուրիշ եկամուտ չես ունենում ու չես կարողանում պարտ փակել, դառնում ես անհուսալի վարկառու։ Նիկոլի պահած կառավարությունն ու երկիրը այդ օրին է։ Հիմա Նիկոլը վերցել է վարկեր, որ թոշակ տա, աշխատավարձ տա, պարգևավճար տա, գործուղման գնան, ասֆալտ տանի, ոստիկաններին ճոխ-ճոխ պարգևատրի, դատախազներին հավելավճար տա, դատավորներին հավելավճար տա ու այդ պարտքը փակելու համար շատացնում է քո հարկերը։ Ինչպես ինքն է ասում, վարկատուների հետ փայերի մեջ է։ Կարճ ասած, լավ Ժորժ ջան, որ մի Նիկոլն էր անկեղծ։ Այն Նիկոլը, որ խոսում էր ժողովրդի սրտից, նրա խնդիրներից, քննադատում էր մարդկանց թալանելը, թե այս Նիկոլը, որը բարձրացնում է հարկերը, թաղված է կոռուպցիայի մեջ ու թալանում է մարդկանց։ Իմ տեսանկյունից ոչ մի Նիկոլն էլ անկեղծ չէր։ Այն մի Նիկոլը պատրաստում էր իշխանությունը վերցնելու, ու այնպես չէ, թե այդ գաղափարը ծագել է 18 թվականին։ Այս մյուս Նիկոլը ամեն ինչ անում է ստացած իշխանությունը պահելու համար։